Փաշինյան-Ալիև զրույց Տիրանայում նախ ոտքի վրա, հետո տետատետ սեղանին խաղաղության հարցն է։ Բանակցել կրակելով, ինչպես է Երևանը արձագանքում Բաքվի սադրանքներին, երբ կրակում են սահմանին։ Պատմական սուտ է, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը դիմել է պաշտպանության նախարարին։ Ռուս-ուկրաինական երկխոսության երկրորդ փորձը, 1000-ը 1000-ի դիմաց, գերիներ կփոխանակեն։ Օդից, նաև ջրում ու ցամաքում երկամյա երեխայի որոնումները շարունակվում են։ Դասախոսել, թողնել գիտությունը, թե զբաղվել գիտությամբ լսարան չմտնել։ Թանգարանները սպասում են մայիսի 17-ին մինչև կեսգիշեր, 18-ին մինչև ժամը 18-ը, մուտքը անվճար է։ Եվ երկրաշարժ Բավրայի մերձակայքում ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Սարագյուղում։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է կարևորի մասին, տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից 2 ամիս անց այսօր առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Նախ ոտքի վրա մի 2 բառ, հետո սեղանի շուրջ են շարունակել խոսակցությունը Փաշինյանն ու Ալիևը, ինչ են քննարկել պաշտոնական հաղորդագրությունում, միայն կարդում ենք։ Մեջբերում եմ, երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Տիրանայում էր նաև Թուրքիայի նախագահը։ Կարծես Էրդողանն է այստեղ կազմակերպում Փաշինյան-Ալիև հանդիպումը, քաշում փոքր եղբոր Ալիևի ձեռքից, նրան ուղղորդում դեպի Փաշինյանը։ Ուրախ, զվարթ է Ալիևը, պատճառը դեռ չգիտենք։ Ադրբեջանական լրատվամիջոցները իրար հերթ չտալով կադրեր հրապարակեցին իրենց նախագահի ոտքի վրա ունեցած ջերմ հանդիպումներից, զրույցներից։ Ալիև Էրդողան, Ալիև Մակրոն, Ալիև Փաշինյան։ Վերջիններս նաև սուրճի սեղանի շուրջ նստեցին։ Փաշինյանի էջում հրապարակված կադրերում նա խոսում է, Ալիևը լսում, մեկ-մեկ գլխովանում։ Հետևեցին կադրեր նաև արտգործնախարարների և խոսնակների մասնակցությամբ Ալիև-Փաշինյան զրույցից։ Ինչ են քննարկում կողմերը, Հայաստանի կառավարության հաղորդագրությունը խիստ պաշտոնական է։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Գործընթացի վիճակի մասին Փաշինյանը 3 ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում էլ խոսեց, ըստ էության նոր բան չասելով։ Միսկի խմբի լուծարմանը Հայաստանը պատրաստ է, իսկ մեր մայր օրենքում հարևաններից տարածքային պահանջներ չկան, խաղաղության պայմանագիր կնքել պատրաստ ենք։ Իդեպ մենք դեռ նոր սահմանադրության նախագիծ չունենք, բայց մենք վերլուծել ենք մեր սահմանադրությունը, գիտենք այն խնդիրները, որոնք բարձրացնում է Ադրբեջանը, եւ ակնհայտ է, որ դե յուրե սահմանադրական դատանի որոշմամբ մեր գործող սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի պարունակում հարևանների նկատմամբ։ Ալիև-Փաշինյան այս խառը ոչ պաշտոնական շփումների ֆոնին Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանի ղեկավարի դիտարկումները տեղնուտեղը հանրությանը մոլորեցնելու հերթական փորձ որակեց։ Ընդգծեցին սահմանադրության փոփոխությունը խաղաղության ստորագրման առանցքային պայման է, ոչինչ չի փոխվել։ Նույնիսկ Հայաստանի սահմանադրության 21-րդ հոդվածում նշված Հայաստանի զինանշանը արտացոլում է տարածքային պահանջներ Հայաստանի ներկայիս հարևանների նկատմամբ։ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին այսօր Մակրոնն էլ է անդրադարձել։ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի իր ելույթում Ֆրանսիայի նախագահը լիովին աջակցություն է հայտնել երկու կողմերին, նրա խոսքով այդ կարևոր փաստաթղթի խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին։ Կարմիր գորգով անցնելիս էլ վրացական հարթակի մասին են հետաքրքրվել լրագրողները Փաշինյանից, մասնավորապես Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումներից։ Փաշինյանը գնահատում է այս հարթակը եւ դեռ ավելիին սպասում։ Թբիլիսիում տեղի ունեցած փոխարտգործնախարարների հանդիպումը շատ հետաքրքիր ձևաչափ է։ Հուսով եմ այն կվերածվի ավելի լայն ձևաչափի։ Ես գնահատում եմ Վրաստանի վարչապետի ջանքերն այս ձևաչափի հաջողությունն ապահովելու ուղղությամբ։ Հետո դիվանագետների այս հավաքի խորհրդանշական լուսանկարի պահն է, իսկ ավելի ուշ տեղեկանում ենք, որ Փաշինյանը հանդիպել է նաև ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Պաշտոնական հաղորդագրությունն ասում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր։ Շոշափելի արդյունք կտա այս եվրոպական հավաքը, որ աչքի ընկավ բազմակողմ հանդիպումներով։ Թերևս առաջիկայում պարզ կդառնա։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։
Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող հայ ռազմագերիների գործով դատական նիստ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ դատարանում շարունակվել են Ֆիզուլիում եւ Աղդամում 92-ին տեղի ունեցած դեպքերից այսպես կոչված տուժողների ցուցմունքները։ Հիշեցնեմ, դատավարությունները ընթանում են առանց անկախ լրատվամիջոցների, իրավապաշտպանների ու փաստաբանների ներկայության եւ ադրբեջանական պետական լրատվամիջոցների հաղորդածը փաստացի ստուգելու հնարավորություն չի լինում։ Դիվանագիտական շանտաժին զուգահեռ Բաքուն նաև ռազմական սադրանքներ է ծրագրում մի օր կրակում Սյունիքում, մի օր Տավուշի գյուղերի ուղղությամբ։ Խորհրդարանական ընդդիմությանը մտահոգում է այն փաստը, որ խաղաղություն խաղացող Բաքուն շարունակում է զենք զինամթերքի գնումները, իսկ ինչ է անում Երևանը, հարցնում են ընդդիմադիրները, երբ կրակում են ադրբեջանցիները։ Մեկ ամիս է ադրբեջանական կողմը կրակում է հայկական գյուղերի վրա։ Պաշտպանության նախարարությունը հաճախ դրանց մասին կամ խուսափում է լրատվամիջոցներին պատշաճ տեղեկություն տրամադրել, կամ էլ սահմանափակվում է կարճ հաղորդագրություններով։ Ազգային ժողովի ընդդիմադիր թևն էլ համարում է, որ հրադադարի ռեժիմի խախտման փաստերը կոծկվում են։ Ինչու է իշխանությունը փորձում քողարկել կամ շրջանցել հրադադարի ռեժիմի խախտումները։ Սա կարծում եմ առաջին հերթին պայմանավորված է այսպես կոչված կեղծ այդ խաղաղության փուչիկի փչմամբ, որը հատկապես 26 թվականի նախընտրական տրամաբանության շրջանակներում բնականաբար ձեռնտու չէ, որ այս պահին պայթի։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մեծաքանակ զենք է գնել։ Դա ազգային ժողովի ընդդիմադիր թևին մտահոգում է։ Ադրբեջանը զենք է գնում Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից եւ որոշ եվրոպական երկրներից։ Ի տարբերություն նախորդ տասնամյակների, երբ որ գնումների մի էական հատված հանրայնացվում էր տարբեր միջազգային կառույցների կամ հենց նույն Ադրբեջանի կողմից, այս վերջին տարիներին Ադրբեջանը բավականին փակ է պահում այդ տեղեկատվությունը եւ միայն կանխատեսելիության որոշակի դաշտում է մնում հասկանալ, թե կոնկրետ որ երկրներից ինչ սպառազինություն է գնում։ Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը։ Այս պահանջների ֆոնի վրա խաղաղության պայմանագիր կստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հետաքրքրվել են լրատվամիջոցները իշխանական падգամավորներից։ Պատասխանել են, թե իրենց էլ ադրբեջանական սահմանադրության բովանդակությունն է մտահոգում։ Բացի այդ, Բաքուն շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Մենք կոնկրետ առաջարկությամբ ենք հանդես եկել, այս բոլոր հարցադրումները եւ մտահոգությունները փարատվում են խաղաղության պայմանագրի տեքստում, այն իմաստով, որ միջազգային պայմանագիրը վեր է ներպետական օրենսդրությունից եւ հետեւաբար այս մտահոգությունները երկու կողմից եղած, ուրեմն հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ առաջարկում ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել ուրեմն նույն տեղում, նույն ժամին, ինչպես վարչապետը նշեց, ԵԱՀԿ Մինսկի խմբի ուրեմն լուծարման մասին համատեղ հայտարարության հետ։ Եվ այսպես ենք մենք պատկերացնում խնդրի լուծումը, սա է մեր առաջարկը Ադրբեջանին եւ մենք ակնկալում ենք կառուցողական մոտեցում։ Ադրբեջանական կողմի նպատակը մեկն է՝ սահմանը լարված պահել եւ այդ լարվածությամբ ազդել հայկական կողմի վրա։ Ու այդպիսով բացահայտել, թե հայկական կողմը ինչ պատրաստվածություն ունի։ Եվ նաեւ շարունակական դարձնել այն ճնշումները, այն պարտադրումները, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ նաեւ այդ խաղաղության օրակարգի իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ։ Կրակելով հայկական գյուղերի ուղղությամբ Ադրբեջանը հենք է ստեղծում շարունակաբար ազդելու հայկական կողմի վրա։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունն էլ կարծում է, որ դրան համապատասխան գնահատականը պետք է պետությունը, անվտանգության խորհուրդը, պաշտպանության նախարարությունը տան։ Գիտեք, որ նախկինում պարտադրողի դերում հայկական կողմն էր միշտ համարժեք պատասխաններ էր տալիս։ Հայաստան խմբակցությունը խորությամբ չի տիրապետում, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հատկապես խաղաղության ենթատեքստում։ Սակայն խմբակցությունը նկատում է, որ Ադրբեջանի ճնշումների հռետորաբանությունը Հայաստանի վրա այդ ուղղությամբ չի պակասում։ Այդ երկիրը Հայաստանին անընդհատ նոր պարտադրանքներ ու նոր ցանկություններ է ներկայացնում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված նամակում ափսոսանք է հայտնել, որ ՊՆ նախկին պաշտոնական ներկայացուցչի շուրթերով պատմական սուտ է տարածվել, որով ըստ դեսպանի փաստացի արդարացվել է ֆաշիստական Գերմանիայի ագրեսիան։
Նման արարքը դժվար է գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ, որոնք կանխեցին ԽՍՀՄ ժողովուրդներին ստրկացնելու եւ ոչնչացնելու Հիտլերի ծրագիրը։ Հիշեցնեմ, Պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, թե մեջբերում եմ, մեզ համար ամենածանր միֆերից մեկը Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից։ Գերմանիան ուներ ծրագիր, որով ենթադրվում էր, որ եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջնի Կովկաս, վերցնի Կովկասը, ապա հետո հնարավոր կլիներ նաև միացյալ պատմական Հայաստանի ստեղծումը։ Առջևում թողարկման երկրորդ հատվածն է, կվերադառնանք րոպեներ անց։ Ռուս-ուկրաինական երկխոսության երկրորդ փորձը 1000-ի դիմաց գերիներ կփոխանակեն։ Օդից նաև ջրում ու ցամաքում երկամյա երեխայի որոնումները շարունակվում են։ Դասախոսել, թողնել գիտությունը, թե զբաղվել գիտությամբ լսարան չմտնել։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը, այժմ միջազգային լրահոս։ Վաղուց ժամանակն է, որ դադարի ռուս-ուկրաինական պատերազմը հայտարարել է ԱՄՆ նախագահը, ցանկություն հայտնել անձամբ եւ հնարավորինս շուտ հանդիպել Ռուսաստանի նախագահին։ Պուտինի հետ հանդիպելու ցանկություն ունի նաև Ուկրաինայի նախագահը, Ստամբուլում մեկնարկած ռուս-ուկրաինական բանակցություններում հայտնել է Կիևի պատվիրակության ղեկավարը։ Մոսկվան ի գիտություն կընդունի Կիևի խնդրանքը, արձագանքել է Կրեմլի պաշտոնյան։ Այս ֆոնին առանց առաջին դեմքերի Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են զոհեր ու գերիներ փոխանակել։ Պուտինը Ստամբուլ չեկավ այդպես էլ մայիսի 15-ը ռուս-ուկրաինական բանակցությունների համար ձախողված օր կամրագրվի պատմության մեջ։ Մայիսի 16 ռաունդ երկրորդ 3 տարվա ընթացքում առաջին անգամ Ստամբուլում հանդիպել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները։ Թուրքիայի ներկայացուցիչը բացման խոսքից հետո հեռացել է ի դեպ ռուս-ուկրաինական շփումը ըստ որոշ աղբյուրների թարգմանչի միջոցով է։ Առավոտյան նախքան տեղի կունենար այս կողմերի հանդիպումը, բանակցային սեղանի շուրջ նստեցին նաև Սպիտակ տան ներկայացուցիչները պետքարտուղար Ռուբիոյի գլխավորությամբ, իհարկե առանց Ռուսաստանի ներկայացուցիչների։ Այստեղ հանդիպումը Ամերիկայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև էր։ Այս հանդիպումները փակ դռների հետևում են, գաղտնազերծումները քիչ, բայց դիվանագիտության մեջ պատահականություններ չկան, քաղաքագետները ենթադրում են, ռուսական պահվածքը մատնում է, պահանջներ շատ են հնչելու, մթնոլորտը դժվար թե համագործակցային լինի։ Ռուսական կողմը ինչքան երկար ժամանակ տևի պատերազմը, այնքան ռազմաճակատում հաջողություններ է ունենալու եւ հաջողությունները ռազմաճակատում իր կողմից նաեւ քաղաքական դիրքորոշումների ամրապնդման հիմք են։ Իսկ հատկապես այս պարագայում, երբ որ ուկրաինական հարցի հետ կապված Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների դիրքորոշումը բավականին տարբերվում է, եւ այս հակասությունների ֆոնին ռուսական կողմը կարելի ասել նաեւ դիվանագիտական ճակատում հաջողություններ ունի։ Հանդիպման ընդմիջումից հետո Reuters-ը վկայակոչելով ուկրաինական աղբյուրները հաղորդում է, որ Ռուսաստանի բանագնացներն ավելի անիրատեսական պահանջներ են հնչեցրել, քան նախկինում եղածները։ Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ ռուսական պատվիրակությունը այդ թվում պահանջել է, որ Ուկրաինան դուրս բերի իր զորքերը ռուսական բանակի գրաված տարածքներից։ Կողմերն այս տեղեկությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատել։ Մոտեցումը եւ ակնկալիքները բանակցություններից կարծես թե ռուսական կողմի համար այդքան էլ մեծ չեն եւ ռուսական կողմը այս ժամանակահատվածում կարծում եմ կամրապնդի իր դիրքերը ռազմաճակատում, որը իրեն հնարավորություն կտա ել ավելի կոշտ դիրքորոշում արտահայտել տարբեր սկզբունքային հարցերի հետ կապված եւ ավելի մեծ զիջումներ պահանջել Ուկրաինայից։ Ընդմիջում ուզել ու հեռացել է ռուսական կողմը 1000-ի դիմաց բանաձևով գերիների փոխանակում իրականացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, հայտնել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ըստ պաշտոնյայի ուկրաինական կողմը բանակցությունների ժամանակ նախ եւ առաջ հրադադարի հարցն է քննարկել եւ բարձրացրել է երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում անցկացնելու անհրաժեշտությունը։ Դեռ այսքանը պաշտոնյան խոստացել է բանակցությունների հաջորդ փուլի օրակարգը առաջիկայում ներկայացնել։ Ռուսական կողմը գոհ է այսօրվա բանակցություններից, Կրեմլը դեռ լռում է։ Տիգրան Միկուրյանը, ժամը լրատվական։ Կրկին վերադառնանք Հայաստան, կոռուպցիայի մեջ ներգրավված ցանկացած մեկը կպատժվի օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմից։ Խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը, անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից Դիանա Գասպարյանի հրաժարականի պատճառներին ու կոռուպցիայի մեջ հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին։
Տիկին Գասպարյանն, ինչպես դուք նշեցիք, իր հրաժարականի վերաբերյալ բացատրություն հրապարակային ներկայացրել է, ես դրան ավելացնելու եւ այդ հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում, ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, հաշվի առնելով մամուլի հրապարակումների բազմագույն լինելը միշտ, ես ուղղակի խուսափ եմ դրանք մեկնաբանել, որովհետեւ որևէ հիմնավորում եւ հիմք չեմ տեսնում դրանք մեկնաբանելու մասին։ Իշխող քաղաքացիական խմբակցությունից հեռացած ազգային ժողովի падգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու ազգային ժողովի որոշման նախագծով վարչապետի թեկնածու են առաջադրել Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Վերջինս էլ Facebook-յան ուղիղ եթերում հայտարարել է, թե ՄԱՍ կուսակցությունից առաջարկ է ստացել վարչապետին անվստահություն հայտնելու նրանց նախաձեռնած գործընթացում լինել վարչապետի թեկնածուն։ Հետո Մարուքյանը ուղիղ եթերում զանգահարել է Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների ղեկավարներին հանդիպման առաջարկով։ Դասախոսել թողնել գիտությունը, թե զբաղվել գիտությամբ, լսարան չմտնել։ Երկընտրանքի առաջ են գիտության ոլորտի մասնագետները։ Այս անջրպետը լրացնելու տարբերակը մեկն է, վստահ է ոլորտի մասնագետը։ Պետք է բարձրացնել գիտությամբ զբաղվող գիտնականի վարձատրությունը։ Դասախոսների 51%-ը կեսից ավելին գիտական աստիճան չունի։ Բուհական համակարգում ներգրաված ակադեմիական անձնակազմի միայն 6%-ն է գիտական աշխատող, խաթարված է բու, հետազոտություն, տնտեսություն եռանկյունին։ Ըստ կրթական գերատեսչության ղեկավարի բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահեն կրթության օրակարգից, դառնալով առավելապես դասախոսությունների վրա հիմնված գործընթաց։ Գիտնական կա, գիտական գոնե 1 աշխատող կա 60 բուհերից միայն 15-ում, այսինքն մնացյալ 45 բուհերում կրթությունը իրականացվում է բացառապես դասավանդման եղանակով։ Այս ոլորտում բարեփոխումներ կլինեն, նոր կարգավորումներով խստացվում են լիցենզավորման չափանիշները, խթանվում է երիտասարդ գիտնականների ներգրավումն ու սերնդափոխությունը։ Կրթության փորձագետը նկատում է, մեր երկրում բուհի դասախոսը ժամանակ չունի գիտությամբ զբաղվելու, նրա ծանրաբեռնվածությունը ահռելի է։ Ուրեմն այն մարդիկ, որոնք գիտական կազմակերպություններում են աշխատում եւ մաքուր գիտությամբ են զբաղվում, նրանց չեն ներգրավում դասավանդման գործընթացում հիմնականում։ Եվ ստացվում է այս անջրպետը։ Գիտական աշխատանք անելու համար շատ քիչ են վարձատրվում գիտնականները եւ ստիպված նրանք ցեկտում են, որպեսզի շատ ժամանակ ունենան, որպեսզի գոնե աշխատավարձը բարձր լինի։ Փորձագետը բերում է արտերկրի հետազոտական համալսարանների օրինակը, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում հիմնական պրոֆեսորի զբաղվածությունը չի կարող ավելի լինել, քան 6 ժամը։ Հայաստանում այդ թիվը ըստ մասնագետի կարող է մինչև 20 ժամ լինել։ 6 ժամ են տալիս պրոֆեսորին, որպեսզի նա կարողանա գիտական թեմա ղեկավարել, գիտական աշխատանք անել, հրատարակվել, այսինքն այն բաները, որ դասապրոցեսի հետ կապ չունի, եւ վարձատրվել արժանավայել ձևով։ Հայաստանում նման բան չկա։ Հայաստանում ստիպված շատ ժամեր են վերցնում եւ կռիվ են անում դասախոսները, որպեսզի նրանց ժամերը չկրճատեն, որովհետեւ դա անմիջապես ազդում է աշխատավարձի վրա։ Համակարգային խնդիրները ըստ փորձագետի բազմաշերտ են, թեև գիտության ֆինանսավորման բյուջեն մեծացել է, այդուհանդերձ գիտնականների թիվը չի ավելացել։ Ավելին, եթե խորհրդային միության վերջին տարիներին գիտությամբ զբաղվողների թիվը Հայաստանում մոտենում էր 30,000-ի, ապա այսօր այն նվազել է շուրջ 5 անգամ։ Երիտասարդներին մոտիվացնել է պետք թե հոնորարով, թե արտոնյալ պայմաններով։ Կարևոր է նաև Սփյուռքի հայ գիտնականների հետ համագործակցությունը այս խոցելի ոլորտը ռեստարտ անելու համար։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Չնայած տարեսկզբից Երևանի կենտրոնում մեքենա կայանելը ճոխություն է համարվում, բայց մեկ է կենտրոնի ոչ երթևեկությունն է նվազում, ոչ էլ կայանման համար տեղ է լինում օրվա ընթացքում։ Հաճախ մարդիկ ստիպված են լինում երկրորդ գծում մեքենան կայանել ու տուգանվել, որովհետև բալերը բավարար են։ Երկրորդ շարքում կայանած մեքենաները երևանյան փողոցների մշտական հյուրերն են դարձել։ Խոչընդոտում են երթևեկությունը, առաջացնում վթարավտանգ իրավիճակներ։ Մասնագետները պնդում են, պատճառներից մեկը մայիսի 1-ից ուժի մեջ մտած նոր բալային համակարգն է։ 13 բալ նախկին 9-ի փոխարեն։ Վարորդներն ավելի համարձակ են դարձել, պատժամիջոցներն ավելի թույլ։ Ամենասկզբից, երբ որ բալային համակարգը մտել էր, ընդհանրապես կանգարի խախտումը գնահատել էր 2 բալ։ Անցած տարի փոխեցին կանգարի խախտումը, սարքեցին 0.25 բալ, ելի հիմնավորելով որ ինչ-որ դրանով ընդառաջ են գնում տաքսիստների, որպեսզի 9 բալը լրանա, 36 անգամ մարդը պետք է խախտումն անի։ Հիմա, երբ որ սարքեցին 13 բալ ընդհանուր քանակը բալերի, այս խախտումը մեկը մնացել է
0.25 բալ։ Դա նշանակում է 51 անգամ երկրորդ շարք կայանելու դեպքում մեկը մարդու բալերը չեն վերջանում։ Օրենքի հեղինակները պնդում են, բալերի ավելացումը առանձին դեպքերում, օրինակ տաքսու վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում խախտումներ կատարելու, օրինակ թույլատրելիից ավելի երկրորդ շարքում կանգ առելու։ Պետք է բոլոր տաքսիստերին բերել օրինական դաշտ, գրանցել եւ գրանցված բոլոր տաքսի մեքենաներին թույլատրել երկրորդ շարքում կայանել, մեկի փոխարեն պայմանական 3 րոպե։ Հիմա բարձրացել են ավելի լավ։ Ուղղակի շատ էլ վարորդներ դրանից չառիթավորվեն, էլի։ Ճիշտ է, եթե գրպանին ինչ-որտեղ կպնեն, խախտումները ավելի կքչանան, բայց դե խախտողը խախտելու է։ Դա էտի մենտալիտետ է, էտի ժամանակի ընթացքում կամաց-կամաց է էտի ներմուծվում, որ մարդիկ նորմալ վարեն։ 9-ի ժամանակ ավելի զգոն կքշեն, ավելի լավ 9 մնա, քան թե շատացնեն։ Երկրորդ շարքում կանգնելը հաճախ է դառնում վթարների, խցանումների ու կոնֆլիկտների առիթ։ Վարորդներն ու մասնագետները համակարծիք են վերահսկողությունը թույլ է։ Այնուամենայնիվ նրանց մի հարց է հուզում։ Երկրորդ շարքում կայանելու համար պաշտոնավոր անձինք եւս կրում են նույն պատիժը, ինչ իրենք։ Ներքին գործերի նախարարությունից վստահեցնում են, թե անկախ վայրից ու պաշտոնից երկրորդ շարքում գտնվող մեքենաներին պարբերաբար զգուշացնում են ու վերացնում խախտումը։ Նաև վարչական արձանագրություն են կազմում։ Սիլվի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Որտեղ ասես չեն փնտրում, բայց դեռ չեն գտնում մարմարիկի երկամյա երեխային, փրկարարները օդից նկարում են տեղանքը, սուզվում ջուրը, շարունակում որոնումները նաև գետնի վրա։ Որտեղ ու ինչպես հաշված վայրկյանների ընթացքում անհետացավ երեխան հարցին, պատասխան չունեն ոչ ծնողները, ոչ բարեկամներն ու փրկարարները։ Գործի է դրվել նաև արբանյակային լուսանկարները թերթելու տարբերակը։ Հետք, նշան, հուշող որևէ բան մարմարիկ գետում այդպես էլ չեն նկատում գետի մի ծայրից մյուսը կանգնած ավելի քան 100 փրկարարները, որոնք երկամյա Տիգրանին են փնտրում։ 13-րդ օրն է, երեխան չկա։ Միայն այսօր վաղ առավոտյան են փրկարարները մի կասկած ունեցել՝ ապարդյուն։ Օդ, ջուր, հատակ, բոլոր ուղություններում են ջանքերը գործի դրված։ Ներքին գործերի նախարարությունը անընդհատ նաև ավելացնում է ուժերն ու տեխմիջոցները, գյուղում ոստիկաններն էլ շատ են, նաև հարևան տներում են երեխային փնտրում, որքան էլ ամենահավանական տարբերակը գետն ընկնելն է, բոլոր վարկածների հետևից են գնում։ Բարձր տեխնոարդյունաբերության նախարարն էլ տեղեկացնում է, դիմել են արբանյակային լուսանկարներ ստանալու համար։ Մասնագետներ կան, կարծում են բարձր որակի նկարներով ինչ-որ կերպ հնարավոր կլինի մանկահասակ երեխային նույնականացնել, սակայն մասնագետների մի հատվածը այնքան էլ լավատես չէ։ Մի քանի ընկերություններից ի դեպ արդեն արձագանքել են, տեղանքից ունեցած վերջին նկարները ապրիլի 26-ին են արել, դեպքից շուտ նախարարությունում սպասում են մյուսների արձագանքին։ Եթե մենք փորձենք փնտրել 1-2 մետր լուծաչափ լուսանկարներ տրամադրող ընկերությունների հետ աշխատենք, ըստ էության դա 100%-ով կբացառի հնարավոր իդենտիֆիկացումը, սակայն անգամ այս պարագայում համարում ենք, որ եթե չլինի 30 սանտիմետր լուծաչափով լուսանկարներ, կարող են համեմատաբար ավելի ցածր որակով լուսանկարներ պարզապես հասկանալու, թե այդ տեղանքում ինչ, չգիտեմ, մեքենաներ են գուցե եղել կամ առարկաներ են եղել, որը կարող է որևէ կերպով օգտակար լինել այս աշխատանքների իրականացմանը։ Այս օրերին գյուղում օդը կանգնել է, սառն են քննարկումները, պատասխանների փնտրտուքը, ինչպես տեղում են ձևակերպում առեղծվածի վերլուծությունը, որ ոչ միտեղ այդպես էլ չի տանում։ Այնուամենայնիվ, սպասում են բոլորը, սպասում ու հավատում Տիգրանի գտնվելուն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ Թանգարանները սպասում են մայիսի 17-ին մինչև կեսգիշեր, 18-ին մինչև ժամը 18-ը, մուտքը անվճար է։ Եվ երկրաշարժ Բավրայի մերձակայքում ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Սարագյուղում։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Նախ Հայաստանի պատմության թանգարանի, այնուհետև հուշարձանների պահպանության ծառայություն ՊՕԱԿ-ի թանգարանային ոլորտի աշխատակիցները այս տարի կատեստավորվեն թանգարանների միջազգային օրվան ընդառաջ հայտարարել է կրթության նախարարը։ Ինչպես ամեն տարի, այս տարի էլ թանգարանային գիշերը մայիսի 17-ին մինչև կեսգիշեր և 18-ին մինչև ժամը 18-ը անվճար կլինի բոլոր թանգարանների մուտքը։
Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում։ Հենց այս խորագրով այս տարի կանցկացվեն թանգարանների գիշեր եւ թանգարանների միջազգային օր ամենամյա միջոցառումները մայիսի 17-ից 18-ը։ Ծրագրին միացած Հայաստանի 100-ից ավելի թանգարաններ, որպես մշակութային երկխոսության հարթակներ, բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առաջ, մեկ անգամ եւս վերահաստատելով թանգարանների կարևոր առաքելությունը նորօրյա մարտահրավերներին դիմագրավման եւ մշակութային ժառանգության պահպանության ձևավորման համատեքստում։ Նախորդ տարի մենք ավելի քան 100,000 այցելու ենք ունեցել թանգարանների գիշերվա ընթացքում։ Այս տարի էլ ծրագրին միացել են ավելի քան 100 թանգարաններ։ Այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը, թանգարանը մեծ շուկով է պատրաստվել իրադարձությանը։ 20 տարի անց թանգարանը նոր ցուցադրություն է ունենում, որտեղ նոր Իսահակյան ենք բացահայտելու իրականում, մեզ համար բացահայտելու ենք յուրաքանչյուրս մեր Իսահակյանին ավելի մտերիմ, ավելի ջերմ, ավելի մոտ, փորձել ենք այնպես անել, որ վարպետը հասանելի լինի եւ փոքրերին, եւ մեծերին, եւ զբոսաշրջիկներին։ Տարվա ընթացքում Իսահակյանի տուն թանգարանը հանդես կգա նաեւ միջազգային ծրագրերով։ Համագործակցություն է լինելու Փարիզի Ինալկո համալսարանի հետ, որտեղ 2 օր շարունակ համաժողով է տեղի ունենալու իսահակյանական, ներկայացվելու է այնտեղ նաեւ վարպետը անիմացիոն ֆիլմը, որը ստեղծել է թանգարանը նորից նախարարության դրամաշնորհով, եւ շնորհանդեսը տեղի ունենալու Աբուլալա Մահարի պոեմի ֆրանսերեն հայերեն տարբերակի, ինչպես նաև Վենետիկում ենք ունենալու միջոցառումների շարք։ Մինչև կեսգիշեր թանգարաններն այցելուների առաջ դռները բաց կպահեն ու կներկայանան յուրահատուկ ծրագրերով։ Այս տարի եւս մայիսի 17-ին ժամը 11-ից 24-ը թանգարանները անվճար բաց կլինեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին թանգարանի հիմնական ցուցադրության ժամերին։ Իդեպ միայն 2024-ի վերջին Հայաստանում թանգարան են գնացել 1,245,000 այցելու, որից 50%-ը զբոսաշրջիկներ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Իսկ ժամանակակից մարտահրավերներից վախենալ պետք չէ։ Կրթվել է պետք, որ կարողանաս ճիշտ օգտագործել արհեստական բանականության գործիքներն ու հնարավորությունները։ IT ոլորտի քննարկումներն այս անգամ Լորվա Սիլիկոնյան սարեր են հասել։ Ֆորումի տեխնոլոգիական գործընկերը կրկին Ucom ընկերությունն է։ Լորվա Քոաֆը նորարարության և տեխնոլոգիաների էպիկենտրոն այս տարի այստեղ է Silicon Mountains մարզային ֆորումը տեխնոլոգիաների և նորարարությունների շուրջ քննարկումներով։ Ֆորումի տեխնոլոգիական գործընկերը Ucom-ն է։ Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Իրիկյանը նաև որպես խոսնակ է այստեղ կիբերանվտանգության հետ կապված ժամանակակից ստանդարտների մասին կիսվելու իր փորձով ու տեսակետներով։ Հասարակությունն ալ պետք է բավական հասկանա թե ինչ է արհեստական բանականությունը եւ ինչն է կիբերանվտանգությունը եւ չպետք է վախենալ, այլ պետք է գրտվել եւ այսպիսի միջոցառումներ փոխանցում է այս փորձը եւ հասկանում է մարդ թե ինչպիսին օգտագործել այս վերնակրերը իրենց օգտի համար։ Ucom-ի գլխավոր տնօրենն ուրախ է, որ Սիլիկոնյան սարերն արդեն երկրորդ անգամ մարզում է անցկացվում։ Ասում է, այս օրինակ քննարկումները մարզեր բերելն առանցքային կարևորություն ունի։ Ինչպես Ucom-ը ինչ ծրագիր անում է բոլոր Հայաստանի համար, հիմա էլ Silicon Mountains-ը ինչ անում է Սիլիկոնյան սարերը, ինչ անում է բոլոր Հայաստանի համար, անում ենք բոլոր Հայաստանի համար, Երևան եւ մարզերը։ Այս տարի Լորիում ենք Երևանից դուրս, անցյալ տարի մենք Շիրակում էինք եւ հաջորդ տարի եւս կլինենք այլ ուրիշ մարզերում եւ այսպես շարունակվելու։ Մեզ համար սա պարզապես միջոցառում չէ, սա գաղափարախոսություն է եւ այսօր այստեղ այս կենտրոնում, Քոաֆ խելացի կենտրոնում կարելի ասել այդ Silicon Mountains-ի ամբողջ շունչը ստեղ զգացվում է եւ այդ սիրուն սարերը, տեխնոլոգիական կենտրոնը, այդ ծանրության կենտրոնը, որ տեխնոլոգիական հենց տեղափոխել ենք Լոռու մարզ եւ կարծում եմ, որ մենք ամեն տարի ավելի մեծ ոգևորվածությամբ ենք սպասելու, թե եւ ընտրելու ենք ավելի մեծ ոգևորվածությամբ, թե որ մարզում ենք անելու։ Ֆորումի շրջանակում կազմակերպվել էին նաև կիբերպատերազմ խաղեր։ Այս բացառիկ գործնական աշխատաժողովի ընթացքում փորձառու թիմերը կազմված կիբերանվտանգության ոլորտի մասնագետներից հաջորդաբար եղան եւ հարձակվողի եւ պաշտպանվողի դերերում։ Ունկնդիրները ծանոթացան նաև ժամանակակից հարձակումների մեթոդների եւ գործիքների արդյունավետ արձագանքման եւ պաշտպանության ռազմավարությունների հետ, բացահայտեցին կիբերանվտանգության վերջին միտումները։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Կեսօրին ցնցվել է Հայաստան-Վրաստան սահմանային Բավրագյուղը, ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։ Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզի Սարագյուղ եւ Ղազանչի գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Իսկ թե որքան զինծառայող է մինչև այժմ մասնակցել ատեստավորմանը, որքանն են հաղթահարել անցողիկ շեմը, տեսաշարում։ Զինված ուժերում մինչև օրս ատեստավորմանը մասնակցած զինծառայողների թիվը 61% է, նրանցից 40%-ը չի հաղթահարել բավարար գնահատականների շեմը։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հիմնականում ատեստավորման արդյունքների շեմը չեն հաղթահարել ֆիզիկական պատրաստությունից 24%-ը, կրակային պատրաստությունից 11%-ը, իսկ մասնագիտական եւ շարային պատրաստություններից 5%-ը։ Բարձր դասարանների մի քանի տղաներ ըստ լրատվամիջոցների օրեր առաջ Մղճանի դպրոցի զուգարանում կապել են 4-րդ դասարանի 2 աշակերտի եւ ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, սկսել են տնից գումար գողանալ կրկին թմրանյութ գնելու համար։ Եվ ահա դպրոցի այցելել Արարատի կրթության վարչության պետը, հանդիպել տուժող երեխաների ծնողներին։ Քննարկել են դպրոցի տնօրենին հեռացնելու հարցը։ ԿԳՄՍ-ից էլ նշում են, որ եթե դպրոցի ղեկավարությունն իմացել է թմրանյութերի մասին ու պատշաճ քայլեր չի ձեռնարկել, բոլոր անձինք, որոնք տեղեկացված են եղել, պետք է հեռացվեն աշխատանքից։ Դեպքի արդիվ քննչականում նախաձեռնել են քրեական վարույթ։ Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ դպրոցի տնօրենը հրաժարական է տվել։ Ֆուտբոլային խաղի ժամանակ դաշտ ներխուժած երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառողը այլևս ոչ մի խաղի ընթացքում չի կարողանա անվտանգություն իրականացնել անկախ նրանից, թե ինչն է եղել պատճառը։ Ազգային ժողովի նախագահն է անդրադարձել մարզադաշտում օրերս տեղի ունեցած միջադեպին։ Նրա խոսքով մարդը, ով հանրային անվտանգությամբ է զբաղվում, ունի պատասխանատվություն, կամ պետք է տիրապետի իր մասնագիտական պատրաստականություններին, կամ կրի պատասխանատվություն։ Հիշեցնենք, որ Ֆաֆ սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է ինչպես է ՀՖՖ անվտանգության պետը անհամաչափ ուժ եւ բռնություն կիրառում խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ, բռունցքով հարվածելով երեխայի դեմքին։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 15:40-ի սահմաններում։ Ավտոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում Սեբաստիա փողոցում Եռաբլուր զինվորական Պանթեոնի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց։ Բախվել բենզինալսականի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա գովազդային վահանակին։ Վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Քննիչի հանձնարարականով ավտոբուսը, որը սպասարկում է թիվ 23 երթուղին, տեղափոխվել է հատուկ տարածք։ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնը կառուցումից ի վեր առաջին անգամ հիմնանորոգվել ու վերանորոգվել է։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նախագծի շրջանակում փոխել են ջրահեռացման համակարգը, դռները, պատուհանները, վերանորոգել են տանիքը, տեղադրել հակահրդեհային անվտանգության նոր համակարգեր, լուսաձայնային նոր սարքավորումներ։ Նորոգվել են բեմն ու դահլիճը։ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել այսօր ժամը 12:08-ին։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ երկրաշարժը գրանցվել է Բավրագյուղից 8 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ 2.3 մագնիտուդով։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։ Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզի Մարագյուղ եւ Ղազանչի գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին, օդի ջերմաստիճան առաջիկա օրերին կբարձրանա 7-ից 10 աստիճանով, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Իսկ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Եվ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 16-ից 20, Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 18-ից 22 աստիճան տաքություն։ Լոռիում կլինի 20-ից 23, Տավուշում 22-ից 25 աստիճան ջերմություն։ Արարատում, Արմավիրում սպասում են 23-ից 25, Սյունիքի հովիտներում 25-ից 28 աստիճան ջերմություն, Սյունիքի նախալեռներում 19-ից 23 աստիճան։ Իսկ մայրաքաղաք Երևանում գիշերը սպասում ենք 9-ից 11, ցերեկը 17-ից 19 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կլինի 14-ից 16 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եւ բարի հանգստյան օրեր եմ մաղթում։